այո, Արցախից եմ, Մարտունի շրջանի Ավդուր գյուղից։ Ավդուր գյուղից, Մարտունի շրջանի Ավդուր գյուղից։ Մեր արդար պահանջն է հետ վերադառնալ մեր հայրենիք Արցախ։ Որտեղ մեր հայրենի հողը, սուրբ հողը մեզ հետ է կանչում, մենք այնտեղ ենք թողել մեր եղբայրների գերեզմանները ու արդեն շուրջ 2 տարի իրանց գերեզմանների ծաղիկ տնող չկա։ Ես 44 օրյա պատերազմում անմահացած Արման Ավանեսյանի քույրն եմ ու իմ և իմ ընտանիքի միակ պահանջը, միակ երազանքն է հետ վերադառնալ մեր հայրենիք, ուրիշ բան չենք ուզում։ Այո, եղբորս գերեզմանը Ստեփանակերտում է մնացել, եղբայրս հողարկավորվել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում ու հիմա այս ուրիշ բան չեմ ուզում, իմ միակ երազանքը ու շատ-շատերից միակ պահանջն ու երազանքն է, որ մենք հետ վերադառնանք մեր հայրենիք, որտեղ մենք թողել ենք այնտեղ մեր սերտ հավայրերը, տուն-տեղ այդքան էլ կարևոր չկարևոր է, հա, բայց միակ պահանջն է, որ մենք հետ գնանք մեր հայրենիք զուտ նրա համար, որ այդ հողի ամեն մի սանտիմետրը սուրբ է մեր համար, որտեղ արյունով են ազատագրել մեր տղերքը, մեր տղերքի արյունը դեռ այդ հողի վրա թաց է, չի չորացելու, չի չորանալի, չկար անցնի։ Հնարավոր համարում եք հավաքական այդ վերադարձի հարցը լուծվի։ Չեմ լսում։ Հնարավոր համարում եք չեմ կարող ասեմ։ Մինչ այսօր այդ հույսով ենք ապրում, որ հետ ենք գնալու։ Չեմ կարող կոնկրետ ասեմ։ Հույսս չեմ մարում, երևի այդպես եմ ուզում։ Խնդիրների եք առնչվում այստեղ։ Այստեղ խնդիրները բազմաթիվ են, բայց ցանկացած հարց լուծվող է։ Այստեղ խնդիրները շատ են եւ աշխատանքի հետ կապված, որ չես կարող աշխատանք գտնես, ինչքան էլ ունես մասնագիտություններ, ինչքան էլ որ ունես բարձրագույն կրթություն, այստեղ ոչ մի հարց դրանով չես կարող լուծես։ Չգիտեմ, տենց չեմ կարող մանրամասներ ներկայացնեմ, ես իմ անձնական փորձերից եմ այդ ասում, օրինակ, որ հարցնում են որտեղից ես կամ որտեղ ես աշխատել, խոսքի իմանում են տվյալներ ու արդեն որ հակը զանգենք խոսքի, բայց նենց էլ անցնում է, որտեղ, չգիտեմ, երևի իրանց բաները չի համապատասխանում մեր հետ, չեմ կարող կոնկրետ ասել, բայց էլ իմ ասում բազմաթիվ հարցեր լուծվող են, ճիշտ է, շատ որ խնդիրների ենք առնչվել այստեղ, շատ դաժը սենց ասեմ, բայց մեր հայրենակիցները մեր կողքին են եղել, կոնկրետ իմ ընտանիքի կողքին շատ բարի մարդիկ են եղել ու կան, որ մեզ օգնում են այդ հարցերում, բայց ամեն մարդ չի են, որ օգնում է կամ փորձում է միջամտնել, բայց էլի իմ ասում են, որ ցանկացած հարց լուծվող է, կոնկրետ իմ համար, որ ոչ մի բան նշանակություն չունի այդ անտու մնալը կամ չգիտեմ աշխատանք չունենալը, լավ վատ էլի մի բան անում ենք, ունենք, մեր միակ պահանջն է հետ վերադառնալ, որտեղ մեր տղերքի գերեզմանն իմ ասում այնտեղ եմ մնացել, կոնկրետ ես մենակ էդ եմ ուզում, իմ մամայից որ նման բան երբեք չեմ լսել օրինակ, մայրս որ մի օր ասեց գոնե երեխուս գերեզմանը տեսնեմ նոր մեռնեմ հանգիստ կլինեմ ու այդ կարծում եմ որ ցանկացած երազանքն է իրոք որ չգիտեմ չեմ կարող էլ շարունակեմ հարմորա